Հուգո Շմայսերը 1884-1953 գերմանացի ինժեներ էր, զենքերի նախագծող, եղբոր հետ ղեկավարում էին զենք արտադրող գործարաններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները կռվում էին հիմնականում Հուգո Շմայսերի և նրա եղբոր գործարաններում արտադրված հրազենով։ 1945 թվականին սովետական չեկիստները Գերմանիայի տարածքում նրան ձերբակալում են և տեղափոխում են Սովետական Միություն։ 1949 թվականին նրա գծագրերով Սովետական Միությունում ստեղծվում է AK-47 ինքնաձիգը, որը վերագրում են Միխայիլ Կալաշնիկովին։ Ըստ Հուգո Շմայսերի հուշերի, եթե այդ հարբեցողը Կալաշնիկովը իրենց չխանգարեր, այդ զենքը կստեղծվեր ավելի շուտ 1947-ին, ինչպես նախատեսված էր, այլ ոչ թե 1949-ին։ Ըստ Հուգո Շմայսերի, այն սպիրտով, որոնք նրանք պետք է մաքրեին ինքնաձիգի դետալները, խմացնում էին Միխայիլ Կալաշնիկովին, որ նա չխանգարի իրենց աշխատանքներին։ Իսկ երբ աշխատանքները արդեն ավարտված էր, հարբած վիճակում սահնակին նստած, գարմոշկան ձեռքին Միխայիլ Կալաշնիկովը գնում է զենքը փորձարկելու։ Ահա այսպիսին է Կալաշնիկով ավտոմատի պատմությունը։